Երևանի կենտրոնում Հանրապետության հրապարակում Ամիրյան փողոցում նշում են քաղաքացու օրը, վարչապետ Փաշինյանն ու իշխանությունների մյուս կարկառուն դեմքերը վերջին օրերին քաղաքացիներին հրավիրել են կենտրոն իրենց այդ տոնակատարություններին մասնակցելու, մասնավորապես հենց Ամիրյան փողոցում, ինչպես վարչապետն էր ասել, խորոված փարթի է տեղի ունենում։ Առաջին բանն ինչը կասեմ, այն է, որ սնունդն ու խմիչքներն անվճար չեն բաժանվում, դրա համար պետք է վճարել ու կարծես իմ տպավորությամբ գները այդքան էլ մատչելի չեն։ Մի տաղավարում տավարի քեբաբ էին վաճառում 1008 թե 1900 դրամով, սա կարծես նորմալ գին է այսպիսի միջոցառումների համար, նաև կասեմ, որ մասնավորապես հենց այս խորոված փարթի տարածքում Ամիրյան փողոցում քաղաքացիական պայմանագրի կուսակցական ատրիբուտներ չկան, ոչ էլ նախընտրական թեզեր ու լոզունգներ, սակայն հարցեր է առաջացրել ոչ թե բուն այս միջոցառումը, այլ երեկոյան Հանրապետության հրապարակում սպասվող համերգը, որը ֆինանսավորվում է հայտնի բուքմեքերական ընկերություններից մեկի սեփականատեր Բադալյանների ընտանիքի կողմից, սպասվում է նաև վարչապետ Փաշինյանի այդ բենդի ելույթը։ Իրավապաշտպանները պնդում են, որ նախընտրական այս շրջանում նման միջոցառում պարզապես չէր կարելի անցկացնել, քանի որ պնդում են սա ըստ էության կուսակցական միջոցառում է, անգամ խորագիր այս համերգի խաղաղության ձայնը, թե ինչքան գումար է Բադալյաններին պատկանող բանկը ընտրություններից շաբաթներ առաջ ծախսել համերգի համար, կազմակերպող Domino Production ընկերությունից հրաժարվել են հայտնել։ Իրավապաշտպանների գնահատմամբ սա ըստ էության կուսակցական միջոցառում է։ Անկախ դիտորդը պնդում է միջոցառման կազմակերպումը փաստացի խախտում է կուսակցությունների մասին օրենքով սահմանված նվիրատվությունների առավելագույն չափը և կարող է ենթադրել քրեական պատասխանատվություն։ Կուսակցությանը նվիրատվություն կարող են կատարել միայն ֆիզիկական անձինք, այն էլ առավելագույնը 10 միլիոն դրամ, իսկ իրավաբանական անձինք, այս դեպքում Fast Bank-ը, ընդհանրապես նվիրատվություն կատարելու իրավունք չունեն։ Իշխանությունների ամենահայտնի դեմքերը հայտարարել են մասնակցության մասին։ Ամիրյան փողոց այցելած ԿՊԱ-ական պաշտոնյաներից փորձեցինք պարզաբանումներ ստանալ, նրանք ինչպես են արձագանքում պնդումներին, թե համերգը ըստ էությամբ խախտումով է անցկացվում եւ նման բան անել չէր կարելի, նրանք էլ իրենց հերթին ընդգծում են, որ որևէ խախտում չեն տեսնում, համերգ է ինչպես նախորդ մյուս համերգները։ Երեկոյան միջոցառումը կուսակցական միջոցառում չէ, երեկոյան միջոցառումը Հայաստանի ժողովրդի տոներից մեկի քաղաքացու օրվա նշելու հետ է կապված։ Լավ չեմ հասկանում ինչի չկար, եթե երկրում համերգներ են կազմակերպում, մի օր էստեղ է կազմակերպում, մի օր մեկ այլ տեղ, իսկ տենց իրավական նյուանսներին չեմ տիրապետում, չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ դրա մեջ որևէ խախտում չկա։ Հավաքված մարդկանցից էլ փորձեցինք պարզել, թե ինչու են այսօր եկել Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ։ Ամեն դեպքում ոչ բոլորն են այստեղ քաղաքացու օրը նշելու համար։ Եկել էի բարեկամիս տուն, եկա քայլելու պրոստը։ Իմացել եմ, որ այս միջոցառումը կար ու եկա համել զբաղվեմ, էլի, օրս անցկացնեմ։ Մինչև երեկո մնալու եք համերգի։ Հա, երևի։ Մենակ թե ընտանիք։ Ընտանիքով ենք, քայլում ենք։ Եթե վարչապետի հրավերը չլիներ, կմասնակցեիք այսօր։ Ես բազմիցս եմ կրկնել, հիմա այսօր էլ եմ կրկնում, եթե չկա Նիկոլ Փաշինյանը, չկա Հայաստանի Հանրապետությունը, եւ սրանք լոկ գովասանքի խոսքեր չեն։ Չէ, ուղղակի թոռանս հետ ման եմ գալի։ Ամբողջ տարին աշխատել ենք, հիմա պետք է հանգստանանք, վայելենք, մեր աշխատանքի արդյունքը բավարարված մեզ զգանք։ Ինչքան որ թույլ կտա առողջականս, այդքանով էլ կմնամ։ Նայում եմ, ինչ որտեղ ոգեշնչվում եմ, սիրտս ու հոգիս լցվում է։